15 աշակերտի համար նախատեսված դասարանը լցված է 30 եւ ավելի երեխաներով, մի անվանեք այն դասարան, կոչեք այն կործանված երազանքների վայր։ Դասարանը պետք է լինի աճի, հայտնագործության եւ հույսի վայր, սակայն գերբեռնված լինելու դեպքում այն վերածվում է պայքարի, աղմուկի եւ կորցրած ներուժի տարածքի։ Ուսուցիչը կորցնում է վերահսկողությունը, աշակերտների կենտրոնացումը, իսկ կրթության իրական նպատակը զրոյանում է։ 5 չարիք, որոնք առկա են գերբեռնված դասարաններում եւ գործում են մեր երեխաների դեմ։ Առաջին ուշադրության ոչնչացում։ Գերբեռնված դասարանում ուսուցչի ձայնը դառնում է աղմուկ, գիտելիքը չի հասնում վերջին նստարաններին, երեխան չի լսում, չի տեսնում, հարցեր չի տալիս։ Երազանքները մարում են ոչ թե ծուլությունից, այլ պայմանների անարդարությունից։ Պատասխանատուները լուռ են։ Երկրորդ գաղափարի անտեսում։ Պայծառ մտքերը կորչում են ամբողջի մեջ։ Երեխան, որ կարող էր դառնալ գիտնական, գրող կամ առաջնորդ, մնում է աննկատ, քանի որ ուսուցիչը պարզապես ժամանակ չունի նրան բացահայտելու։ Մեկ անտեսված հանճար եւ պետությունը պարտվում է։ Երրորդ ցածր առաջադիմության տարածում։ Գերբեռնված դասարանում մեկի ձախողումը տրասում է մյուսների վրա անտառային հրդեհի պես։ Թույլ աշակերտը քաշում է մյուսին դեպի անկում եւ նրանք հայտնվում են ձախողման ալիքի մեջ։ Ուսուցիչը ծանրաբեռնված է եւ այլևս անկարող փրկել իրավիճակը։ Չորրորդ վստահության ոչնչացում։ Ինչպես կարող է երեխան ինքնավստահ դառնալ, եթե նրան երբեք չեն լսում։ Գերբեռնված դասարանում միայն ամենաբարձր ձայներն են լսվում։ Հանգիստ, բայց խելացի երեխաները մարում են ստվերում։ Վստահությունը սեփական ուժերի ուսուցչի նկատմամբ մեռնում է դեռ դպրոցական նստարանին, շնորհիվ մի համակարգի, որը թվերն ավելի բարձր է դասում, քան մարդկային արժեքը։ 5-րդ կարգապահության փլուզում։ Գերբեռնված դասարանում աղմուկը խեղդում է ուսումը, քաոսը դառնում է նորմա։ Կարգապահությունը փլուզվում է, հարգանքը անհետանում, դասարանը վերածվում է խառնաշփոթ խաղաղապահակի։ Պատասխանատուները լուռ են։ Գերբեռնված դասարանները ուսուցիչների մեղքով չեն, գերբեռնված դասարանները երեխաների մեղքով չեն։ Դրանք այն առաջնորդների մեղքով են, ովքեր հրաժարվում են ներդրումներ կատարելու կրթության մեջ, բայց շարունակում են խոսել ապագայի մասին։